Այսօր խոսելու եմ շատ վտանգավոր ու լուրջ թեմայից։ Պետությունը քեզնից ուզում է ամեն ինչ՝ քո փողը հարկերի անվան տակ, քո ժամանակը հերթերում, փաստաթղթերում, հաշտվետվություններում եւ այլն։ Քո էներգիան եղիր պատասխանատու քաղաքացի, կարգախոսով։ Քո առողջությունը ինչա տալիս փոխարենը։ Կիսատ պռատ անվտանգություն, ոչ թե առողջապահություն, այլ դիագնոզների շուկա, ոչ թե կայունություն, այլ դե յոլա գնա։ Ու հենց այստեղ է ամենահետաքրքիրը։ Պետությունը քո առաջ պայման է դնում, որպեսզի դու իրավունք ստանաս պետության կողմից շահագործվելու, դու պիտի համարվես հոգեպես առողջ։ Իսկ հոգեպես առողջ նշանակում է չես հարցնում ինչի, չես ասում չեմ ուզում, չես մերժում ինչ որ անիմաստ պահանջներ, մի խոսքով չես հակասում համակարգին, որովհետև հենց սկսում ես մերժել օգտագործվելը, հանկարծ դառնում ես պրոբլեմատիկ։ Քեզ վրա կպցնում են պիտակ, ստրես, անհանգստություն, դեպրեսիվ սիմպտոմներ, անհամագործակցող վարք, սոցիալական ադապտացիայի խանգարում եւ այլն։ Համակարգը այնպես է դասավորում հանգամանքները, որ խնդիրը ոչ թե ինքը լինի, այլ դու։ Սա ցանկացած պետության դիմակն է։ Նա սիրում է հարմար մարդ, որը չի դիմադրում։ Իսկ հիմա նկարագրեմ փուլերը, հա, միջև այն պահը, երբ մարդը գիտակցում է, թե իր հետ ինչա կատարվել։ Սա նորմայում հասկանում են թոշակառուները արդեն հասուն տարիքում, հա, տենց 60-ից հետո, դա նորմայում։ Մի քիչ ուշ հասկացողներ էլ կան, բայց կան անհատներ, որոնք դեռ 30-ը չբոլորած արդեն հասկացել են այս աշխարհի դրվածքը։ Եվ ինչա տեղի ունենում։ Երեխան ծնվում է, ինքը մի ամբողջ երազանքների հավաքածու է։ Իր դիմաց ինքը չի տեսնում պատնեշ, որովհետև դեռևս չեն դրել այդ պատնեշը։ Ինքը լի է հույսերով, լի է երազանքներով, մինչև 5 տարեկանը։ Բազմաթիվ չի կարելիներից ու տրավմատիկ ինչ-որ դաստիարակչական մեթոդներից հետո այդ երեխան հայտնաբերում է, որ այս աշխարհը այդքան էլ երազանքների իրականացման տեղ չի։ Ու սկսում է արդեն ինտեգրվել այդ շահագործվելու ինստիտուցիոնալ համակարգի մեջ, որտեղ իրանից պահանջում են, որ ինքը սուս մնա, որ ինքը չաղմկի, որ ինքը անի այն, ինչ պետք է մամային, պապային։ Իսկ հետագայում արդեն պետությանը կամ երեխան բարեհաջող կերպով նույնիսկ շատ ուրախ ինտեգրվում է այդ համակարգին, մի կերպ է համակերպվում երկրորդ տարբերակը, ինչ որ բաներ կա ընդունում, ինչ որ բաներ կա չի ընդունում, պրոբլեմատիկ իրավիճակներում ամբողջ կյանքում այս մարդը հայտնվում, որտեղ մտնում է աշխատանքի դուրս են անում, որտեղ ուզում է կարծիք հայտնի դուրս են անում, որտեղ ուզում է ինչ որ ձև ինքը երևա դուրս է մնում, որովհետև այս մարդը ռևոլյուցիոներ է, քայլող ռևոլյուցիա է։ Եվ երրորդ տարբերակում արդեն պաթոլոգիկ վիճակ է։ Դե սիստեմի լեզվով ասած, որովհետև այլ անվանում չեմ կարա տամ։ Պաթոլոգիկ է, որովհետև չի ընդունում ընդհանրապես ոչ մի բան, այս աշխարհի հետ կապված չի խոսում, ընդհանրապես կոմունիկացիայի մեջ չի մտնում, չի շփվում, մի խոսքով պարփակված ինքը իր մեջ։ Շատ խելացի մասնագետները սկսում են զանազան դիագնոզների տարափը այդ խեղճ երեխայի գլխին։ Ինչա տեղի ունենում 5 տարեկանից հետո։ 5 տարեկանից մինչև 15-16 տարեկանը այդ ինտեգրման փուլն է։ Այստեղ էլ այդ 3 փուլերով անցնում են բոլորը կամ այս կողմ կամ այն կողմ կամ էլ այն կողմ։ Ու էլ չնկարագրեմ, թե մեծ տարիքում ինչա լինում, չնայած մի երկու բառով կարելի է ասել։ Ուրեմն, մինչև 60-70 տարեկանը մարդը նոր հասկանում է, թե ինքը ինչա արել իր կյանքի հետ։ Եթե պետական աշխատող է եղել կամ բախտը բերել է, լավ է, սապոնվել, իր կյանքը ինքը կհամարի ստացված։ Իսկ եթե վատ է սապոնվել, կհամարի, որ ինքը իր կյանքը չի ապրել։ Իսկ կան երրորդ կատեգորիայի մարդիկ, որոնք արվեստագետներն են, արհեստավորներն են, արտիստները, որոնք ապրել են իրենց կանոններով։ Ես հիմա չեմ ասում, որ բոլորը դառնանք արվեստագետ, արհեստավոր եւ այլն։ Դա հնարավոր էլ չի, որովհետեւ առանց այդ մնացած կատեգորիաների պետությունը ուղղակի չի կարա գոյատևի։ Ես հիմա ինչ-որ տենց հեղափոխական գաղափարներ չեմ առաջ բերում, հանկարծ չմտածեք, ես ուզում եմ ինչ-որ փոփոխություն մտցնել աշխարհակազմի մեջ, չէ։ Ուղղակի ձեզ տալիս եմ այն սխեման, որ դուք պատկերացնեք, թե ինչի մեջ ենք մենք ապրում։ Ու ըստ այդմ որոշեք ձեր անելիքը։ Հուսով եմ հարցեր կառաջանան ձեր մոտ, որովհետև եթե չառաջացան, նշանակում է դուք այս վիդեոից ոչ մի բան չեք հասկացել։ Ու խնդրում եմ կոմենտ գրելուց առաջ մի քիչ երկար մտածեք։